Երբ մենք հիվանդանում ենք, շտապում ենք բժշկի մոտ, ստանում դեղատոմս եւ իհարկե շտապում գնել դեղորայք։ Բայց արդյոք հաճախ մտածում ենք ինչպիսի փոխազդեցություններ կարող են լինել այս կամ այն դեղամիջոցի միջև։ Արդյոք կարելի է դեղամիջոցը օգտագործել այս կամ այն ըմպելիքի կամ հյութերի հետ, թե ոչ։ Այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայից, բացահայտելու ենք ինչ մասնագիտություն է կլինիկական դեղագետը, ինչքանով է դա կարևոր, ինչքանով դա կարևոր է իմանալ այս կամ այն դեղամիջոցի հատուկ ընդունման ձևը, հնարավոր ռիսկերը եւ իհարկե էֆեկտիվության մաքսիմալ բարձրացումը, որը պետք է նաեւ լինի ձեր պատասխանատվության տակ եւ հսկողության իհարկե։ Ողջույն, սիրելի Սոնա, ներկայացնեմ, որ այսօրվա մեր հյուրն է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կլինիկական դեղագետ Սոնա Սարգսյանը։ Շատ ուրախ եմ ձեզ այսօր ողջունել։ Ողջույն Ռիփսիմե ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ արդեն ուրախ եմ, որ մենք առաջին անգամ հյուրընկալում ենք նաև դեղագետին, որտեղ շատ խոսում ենք բուժումից, բժշկից, բուժառուից եւ այլ հատվածներից, բայց մենք չենք անդրադարձել ինչքանով կարևոր գործառույթ է կատարում նաև կլինիկական դեղագետը։ Կխնդրեմ երկու բառով ներկայացնեք ինչով է զբաղվում կլինիկական դեղագետը, ինչ մասնագիտություն է, ինչքանով է պահանջված մեր հանրապետության տարածքում։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Կլինիկական դեղագետը առողջապահական ոլորտի կարևոր բաղկացուցիչ օղակներից մեկն է եւ նրա դերը առանցքային է դեղաբուժման մեջ։ Ինչով է տարբերվում կլինիկական դեղագետը ոչ կլինիկական դեղագետից։ Կլինիկական դեղագետը անցնում է համապատասխան նեղ մասնագիտացում եւ ունենում է հատուկ որակավորում եւ իրավունք է ունենում արդեն աշխատելու հիվանդանոցում։ Այսինքն ստացվում է կլինիկական դեղագետը նաեւ հենց ներհիվանդանոցային դեղագետն է, ով համագործակցում է ողջ բուժական անձնակազմի հետ, ներառյալ նաեւ բուժքույրական անձնակազմը եւ հիմնական գործառույթների մեջ մտնում է անվտանգ, արդյունավետ եւ ռացիոնալ դեղաբուժումը։ Իհարկե պացիենտակենտրոն մոտեցումով։ Շատ լավ, այո, այսպես հնչեց, որ մի բան է ուղղակի դեղատան աշխատակից, ով ավելի շատ կարող է խորհրդատու լինել եւ վաճառել դեղամիջոցը, բայց եւ կա կլինիկական դեղագետ, ով աշխատում է բժշկական պերսոնալին կից եւ հիմնականում հիվանդանոցային պայմաններում եւ շատ սերտ համագործակցում է մասնագետների հետ։ Այ հետաքրքիր է, որ դեպքում են ձեզ դիմում, որ դեպքում է ձեր կարիքը լինում, երբ բժիշկ օրինակ ձեր հետ կապ է հաստատում եւ խորհրդակցում։ Կլինիկական դեղագետին բուժ անձնակազմը կարող է դիմել բոլոր այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է դեղաբուժմանը, որովհետև կլինիկական դեղագետը վերանայում է նշանակումները, այսինքն կրկնակի ստուգում է անում եւ ստացվում է, որ այսպեսի ավելի լավ պատկերացնելու համար կարող ենք ասել, որ հավելյալ անվտանգության շերտ է բուժանձնակազմի համար, քանի որ վերանայում է նշանակումները, հասկանում է հնարավոր ռիսկերը, գնահատում է դեղային փոխազդեցությունները եւ միաժամանակ առաջարկում է ավելի արդյունավետ եւ օպտիմալ դեղաբուժում։ Այո, շատ լավ շեշտեցիք, սիրելի արտադիտողներ, խոսքը նրա մասին է, որ շատ դեղամիջոցներ կարող են մտնել այո փոխազդեցության մեջ, այսպես ասած, ինչ որ քիմիական ռեակցիայի մեջ մտնեն մեր իսկ օրգանիզմում եւ ինչքանով որ կարող են խանգարել, ինչու ոչ, էֆեկտիվությունը իջեցնել, ագրեսիվ ավելի դարձնել մի դեղամիջոցի ազդեցությունը, չէ՞, ճիշտ եմ ասում, այնպես էլ կարող են հակառակը պոտենցիալ ուժեղացնել կամ թուլացնել։ Եթե հնարավոր է, ես հասկանում եմ, որ շատ ծավալուն է բժշկական, այսպես ասած, արսենալը շատ մեծ է, արդյոք կան դեղամիջոցներ, որոնք յուրաքանչյուր բուժառու, օրինակ քրոնիկ հիվանդություններ ունի եւ շատ դեղամիջոցներ է օգտագործում, պարտադիր պետք է իմանա, որ այս կամ այն դեղամիջոցը իրարից ինչ որ ինտերվալային ժամանակով օգտագործի կամ ցանկալի չի նույն օր այս կամ այն դեղամիջոցը օգտագործել։ Շատ լավ հարց եք տալիս, տեսեք ունենք շատ պացիենտներ, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ կամ մի քանի հիվանդություններ եւ այստեղ անհրաժեշտություն ենք ունենում, որ մի քանի դեղամիջոցներ պետք է օգտագործեն, լինում են հիմնականως 5 եւ ավել դեղամիջոցներ, որը բժշկության մեջ հայտնի է հենց պոլիպրագմազիա երևույթով եւ այստեղ մենք ունենում ենք մի քանի ռիսկեր, այսինքն հնարավոր է դեղամիջոցները փոխազդեն, ունենանք դեղային փոխազդեցություններ եւ կարող են նաեւ դեղորայքը ունենա կողմնակի ազդեցություններ։ Այստեղ ուզում եմ հստակ ընդգծել նաև դեղերի կողմնակի ազդեցությունների մասին, որովհետև ունենում ենք դեպքեր, երբ երկարատև օգտագործելու հետևանքով նոր ի հայտ է գալիս կողմնակի ազդեցությունը։ Օրինակ դիաբետիկների մոտ, երբ որ մեթֆորմինը օգտագործում են, երբ որ երկարատև են օգտագործում, մենք պետք է որպես մասնագետ արդեն մոնիթորինգ անենք վիտամին B12-ը, որովհետև հակառակ դեպքում կունենանք անեմիայի վտանգ։
Եթե պետք է մոնիտորինգ անենք եւ համապատասխան, այսինքն ռիսկը կանխարգելելի է, բայց պետք է արդեն մոնիտորինգ արել։ Շատ հետաքրքիր էր, այսինքն եթե երկարատև օգտագործում են հիպոգլիկեմիկ պրեպարատներ, դրանով պայմանավորված մարդու մոտ կարող է զարգանալ երկաթդեֆիցիտային անեմիա եւ դրանով էլ կապված B12-ի դա կոնկրետ մետֆորմինի օրինակով նշեցինք, իհարկե շատ են դեղային փոխազդեցությունները, դեղսնունդ փոխազդեցությունները, դեղբույս փոխազդեցությունները։ Դրա համար հենց առանցքային է դերը կլինիկական դեղագետի։ Շատ լավ, ինչքանով է ռիսկային առհասարակ բուժառուն, ով ինչպես ասեցիք, օգտագործում է 5 եւ ավել դեղամիջոց, ինչ ռիսկեր ունի օրինակ, ինչ սկզբունքներ կան, որ տեսեք մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր բժիշկ կարծես թե պատասխանատու է իր ցանկի համար, չէ՞, ու մենք նույնիսկ հանդիպում ենք դեպքեր, երբ դեռ մի բժիշկն է պրոֆիլի նշանակում է 4-5 դեղը, մնացած 4-5-ի եւ այդպես շարունակ, ինչ պետք է իմանա բուժառուն, ինչ հարցեր տա ուղղորդված, եթե օրինակ, որպեսզի շատ լայն չխոսենք, ունի զարգերակային գերճնշում, ունի շաքարային դիաբետ եւ օրինակ ստատին է օգտագործում։ Կան ինչ որ կարեւոր սկզբունքներ, օրինակ այս բուժառուն հիմա լսի եւ իր համար որպես գործիք դա կիրառի։ Կամ հարցեր, որ պիտի տա իր բժիշկին։ Հիմնականը տեսեք դեղային փոխազդեցություններն են եւ դեղորայքի կողմնակի ազդեցությունները, որ պետք է պացիենտը իմանա, որովհետեւ կան կողմնակի ազդեցություններ, որ անհրաժեշտ է բժշկական միջամտություն, նույնիսկ ունենում ենք հոսպիտալացման դեպքեր, եւ կան կողմնակի ազդեցություններ, որ երբ որ դեղորայքը ճիշտ են օգտագործում, այսինքն երբ որ բաց են թողնում տվյալ դեղաչափը, ենթադրենք պետք չէ 2 անգամ նույն դեղաչափը խմել, օրինակ զարգերակային գերճնշման կամ օրինակ դիաբետի պարագայում, մենք ունենալու ենք արդեն այստեղ արդյունավետության խնդիր եւ իհարկե ունենալու ենք նաեւ կողմնակի ազդեցության խնդիր։ Այսինքն պետք է հստակ նշանակված դեղաբուժման սխեմայով օգտագործի տվյալ դեղորայքը պացիենտը։ Եվ դեղամիջոցներ կան, օրինակ իրոք այդ 24 ժամյա ինտերվալը խիստ կարևորն է, հակաբիոտիկները, չէ՞։ Շատ հաճախ հարցն է նույնը, եթե հակադեպրեսանտ է նշանակվել, չկա պարտադիր ցուցում, որ ուղիղ 24 ժամ լրացա պիտի ընդունես, բայց իհարկե ինտերվալը պահելը մոտավոր շատ կարևոր է, որտեղ նույն է դեղամիջոցի ինչ փոփոխություններ պիտի առաջացնի, դա որոշակի ցիկլի համապատասխան պիտի լինի։ Այստեղ կուզենամ նաև եւս մեկ անգամ շեշտել կլինիկական դեղագետի դերը, որովհետեւ դեղորայքի մեջ ունենք մենք ներդիր թերթիկ, որը նախատեսված է պացիենտի համար, բայց ունենք նաև դեղի համառոտ բնութագիր SMPC, որը նախատեսված է բուժանձնակազմի համար։ Այսինքն դեղի համառոտ բնութագրում կան շատ ավելի մանրամասն ինֆորմացիաներ, որը ներառում է դեղային փոխազդեցությունները, որը ներառում է նոր օրինակ ավելի մանրամասն ինֆորմացիա եւ որ կլինիկական դեղագետը արդեն դասընթացներ է կազմակերպում բժիշկների համար, տեղեկացնելով օրինակ, որ այս դեղորայքը չեն կարող օգտագործել, կամ եթե օգտագործում ենք, պետք է մոնիտորինգ անենք։ Այո։ Այդ տեսեք դուք ասում եք, ես էլի հիշում եմ, որ շատ դեպքերում մենք նշանակում ենք կարծես թե ուղղակի ցավազրկող եւ հակաբորբոքային պրեպարատ, որը շատ մեծ հաջողությամբ ժամեր հետո հիպերտոնիկ կրիզի կարող է բերել։ Իրոք կարևոր գիտելիքներ են, որ կլինիկական դեղագետը կարող է փոխանցել, եթե բժիշկը դեռ չի տիրապետում կամ չի առնչվել։ Մի հարց եմ ուզում հնչեցնել, նաեւ մեր հեռուստադիտողներին վստահ եմ, որ դա հետաքրքիր կլինի, արդյոք կան դեղորայք, որը չի կարող կիրառվել այս կամ այն հյութերի հետ, ինչքան հաճախ ենք լսում, չէ՞, մարտանացավ ամենառաջին օրինակ հորմոն փոխարինող դեղորայք է ստանում վահանագեղձի համար կամ իր ճնշման համար դեղորայք եւ իրեն հարց է ծագում գազավորված ըմպելիքի կատնամթերքի կան արդյոք հյութեր, որոնք այս հիմնական ամենօրյա դեղամիջոցները չի կարելի օգտագործել։ Առհասարակ ամենաճիշտ տարբերակը դեղը խմել սովորական ջրով։ Սովորական ջրով։ Սա ամենացանկալի ֆորմուլան է։ Սովորական ջրով եւ ցանկալի է ճիշտ քանակությամբ ջրով, այսինքն 1 բաժակ ամբողջական ջրով։ Ոչ թե մի կուման։ Ոչ, մի կում։ Օգնել, որ դեղը լավ ներծծվի, 1 բաժակ ջրով։ Որովհետեւ ներծծում, տարաբաշխում արդեն հետագա փուլերը կախված է նաեւ մի քանի գործոններից։ Եթե դա գիշերային ժամ չէ, մարդիկան ասում են գիշերամիջություն կունենանք, աշխատում մի կում կմել ավել չօգտագործել, լավ։ Օրինակ կարող եմ նշել հյութերից թուրինջի հյութը, որը փոխազդում է մի շարք դեղամիջոցների հետ եւ հետաքրքիր է, որ նա մի քիչ մասնագիտական տերմինաբանությամբ նշեմ, բայց նույն ֆերմենտով է արգելակում անույն ֆերմենտը ցիտոխրոմ 3H4-ը, որը օրինակ սինվաստատինը, դիսլիպիդեմիայի համար կիրառվող ստատիններից սինվաստատինը, նա մետաբոլիզվում է տվյալ ֆերմենտով։ Այսինքն, երբ որ թուրինջը արգելակի տվյալ ֆերմենտը, սինվաստատինը չի կարողանալու մետաբոլիզվի եւ մնալու է արդեն օրգանիզմում։ Հետևաբար մենք ունենալու ենք արդեն թունանյութան աճ։ Իսկ գիտենք, որ սինվաստատինի, այսինքն առհասարակ ստատինների գլխավոր վտանգավոր
կողմնակի ազդեցությունը դա ռաբդոմիոլիզն է։ Այսինքն հասարակ թուրինջի հյութը կարող էր հանգեցնել ռաբդոմիոլիզի։ Մկանային հյուսվածքի վնասում կարող ենք առաջացնել, եթե պարբերաբար կիրառենք թուրինջը, զգուշանում ենք, եթե դուք ստատին եք օգտագործում, զգուշանում ենք թուրինջի հյութից առհասարակ այդ օրը ընդհանրապես չօգտագործենք։ Էլ ինչ կան այդպիսի։ Օրինակ կաթի հետ, շատ օրինակ հակաբիոտիկներից ունենք, որ չի կարելի կաթի հետ, որովհետև կարող են կալցիումի հետ օրինակ անլուծելի նստվածքներ, կոմպլեքսներ առաջացնել։ Ըմպելիքներից հիմնականում կան դեպքեր, որ ասում են, այ ցանկալի է կատնամթերքի հետ ավելի լավ կյուրացվի, օրինակ կալցիում են օգտագործում, չգիտեմ, վիտամին D-ն, կան դեպքեր, երբ որ նպաստում է, օրինակ երկաթը C-ն նպաստում է, որ երկաթը էլ ավելի լավ ներծծվի։ Այո, շատ լավ է, սա էլ հիշեք սիրելի հեռուստադիտողներ, որ եթե երկաթ պրեպարատ եք ստանում, մոտ կամ միգուցե ինչ-որ ինտերվալով, բայց էլի թթվային միջավայրը, օրինակ կիտրոն կլինի, թե առհասարակ թթվային որևէ ըմպելիք կարող է նպաստել լավ յուրացմանը, եւ հակառակը ես գիտեմ, որ երկաթի դեպքում կատնամթերք մոտ եւ կոֆեին պարունակող ըմպելիքներ խանգարի չէ։ Սա էլ շատ լավ։ Դուք այ հետաքրիր բան ասեցիք կողմնակի երևույթների հետ կապված, մենք շատ հաճախ հանդիպում ենք երևույթի, երբ բուժառուին նշանակվել է դեղամիջոց եւ ինքը ընդունելուց առաջին բանը որ անում է, կարդում է կողմնակի էֆեկտները եւ հետո զանգահարում կամ գալիս կրկնակի այցի եւ ասում, այ ես այսպիսի կողմնակի էֆեկտներ եմ կարդացել, ես չեմ պատրաստվում այստեղը ընդունել։ Խնդրում եմ մեկնաբանեք ինչ կասեք այս մասին։ Տեսեք, բոլոր դեղորայքները կարելի է նշել, որ ունեն կողմնակի էֆեկտներ։ Ինչ է նշվում այդ ներդիր թերթիկի վրա հարգելի Սոնա, որ կարող է մտավախություն առաջացնել, բայց օրինակ դուք կմեկնաբանեք, որ դա եթե, չգիտեմ, քիչ տոկոս է կազմում, նշվել է, չի նշանակում դուք կունենաք կամ միգուցե չէ, պիտի կարդան իրենք էլ իրազեկված լինեն, ինչ կասեք։ Դրա պարագայում անհրաժեշտ է, որ պացիենտը տեղեկացված լինի կողմնակի երևույթների մասին, այսինքն որոնք են այն կողմնակի երևույթները, որոնց դեպքում պետք է անհապաղ տեղեկացնել կամ մոտենալ հիվանդանոց։ Օրինակ կարող եմ նշել անաֆիլակտիկ շոկը, որը դեղորայք օգտագործելուց հետո արագ զարգացող ալերգիկ ռեակցիա է, որը կարող է օրինակ ցավոք սրտի ավարտվել մահվան ելքով։ Եթե դեղորայք օգտագործելուց հետո ունենում են դժվար շնչառություն, շնչարգելիություն, ցավ, արնահոսություն, դրանք այն կարևոր ազդակներն են, որոնք անհապաղ պետք է դիմել բուժհաստատություն։ Եվ դա ինչ ժամանակահատվածում օրինակ դեղը օգտագործեցին մոտակա 15-ից 30 րոպե ընթացքում, եթե արնահոսություն անհապաղ պետք է, այո։ Եթե կան գանգատներ, ապա ցանկալի անհապաղ դիմել։ Հետաքրքիր է իմանալ արդյոք բոլոր դեղամիջոցները, որոնք առանց դեղատոմս են վաճառվում, կարելի է համարել անվտանգ, թե այդքան էլ այդպես չի։ Ոչ, դա միֆ է, որովհետև բոլոր դեղորայքները, ինչպես նշեցի, ունեն կողմնակի ազդեցություններ, եթե նրանց օգտագործում են ճիշտ դեղաչափով, ճիշտ ժամանակով, ճիշտ ցուցումով, ապա նրանք չեն դրսևորվում կողմնակի ազդեցությունները, այսինքն կապ չունի առանց դեղատոմս, թե դեղատոմսով բաց թողնվող դեղորայքը արժանի է ուշադրության եւ ճիշտ օգտագործման։ Այո, այսինքն ես հասկացա այսպես, որ եթե դեղամիջոցը ընդունվի ոչ հիմնավոր, օրինակ ոչ պատշաճ ձևով, տեղաչափով, տեղին եւ հիմնավորմամբ, ապա կարող է իրենից վտանգ ներկայացնել, անգամ եթե ինքը առանց դեղատոմսի վաճառվող է։ Այո, շատ լավ, որովհետև մեզ շատ ծանոթ օրինակ պարացետամոլը, եթե օգտագործում ենք բարձր տեղաչափերով ինտերվալներ, օրինակ չենք պահում մանկական պրակտիկայում, կարող ենք շատ հեշտ ու հանգիստ վնասել ջարդը։ Շատ լավ, սիրելի Սոնա, վերջում եթե ունեք խորհուրդ մեր հեռուստադիտողներին, կարող եք հնչեցնել, հատկապես այն մարդկանց, ովքեր հաճախ օգտագործում են այս կամ այն դեղամիջոցը։ Խորհուրդս մեր պացիենտներին, հեռուստադիտողներին, որ մի զբաղվենք ինքնաբուժությամբ, անպայման դեղաբուժումը պետք է լինի բժշկի կողմից հաստատված կամ դեղագետի խորհրդով։ Հակառակ դեպքում հնարավոր են վնասեն առողջությունը։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրն էր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կլինիկական դեղագետ Սոնա Սարգսյանում, հետ խոսեցինք դեղամիջոցների փոխազդեցությունից, խոսեցինք այն մասին, որ դեղամիջոցների դեպքում պետք է իմանալ ինչ ինտերվալով եւ ինչ ըմպելիքների հետ օգտագործել, եւ ամենակարևոր հաղորդագրություններից մեկը, որ այսօր ստացանք, ցանկալի է դեղը օգտագործել միայն հիմնավոր, չզբաղվել ինքնաբուժությամբ եւ ամեն դեպքում ցանկալի է օգտագործել ջուր եւ գոնե մեկ բաժակ։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ մենք գնացինք առաջ։